Շատ կարևոր թեմայից խոսեմ, որ շատ մարդիկ հիմա խոսում են, որ բիտքոյնը պետք է նվազի, իջնի մինչև այս ուռովին 48,000, 40,000, շատերն խոսում են ընդհանրապես 28-30 հազարից, բայց ձեզ կասեմ մի փաստ, որ բիտքոյնը միշտ էլ այն թվերից սկսած, երբ մարդկանց մեծ ներդրողների կողմից ուշադրություն է գրավել, նրանք միշտ էլ սենց սցենար են արել, այսինքն միշտ իրանք, եթե մենք գնանք 24 թվականին, ավելի հեռու գնանք 22-21 թվականներին, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակահատվածում, օրինակ տեսեք 22 թվականին, որ բիտքոյնը 15,000 էր նվազել, մարդիկ ինչպես միշտ ասում էին, խաբեություն է, սկամ է, փուչիկ է, էլի տրակեց կրիպտոն, բայց ինչ են անում ինվեստորները սկսում են ակտիվ այս ֆազայում 17,000-ով, 20,000-ով, 18-16,000-ով գնել ու ինչ-որ ժամանակ անց, այսինքն եթե մենք հիմա տեսնում ենք օրինակ նոյեմբերի 22 թվականին ու անց ընդամենը 4-5 ամիս սկսում է բիտքոյնը 15,000-ից բարձրանալ մինչև 28,000, եկեք 30,000, այսինքն ինքը ունենում է ընդամենը 4-5 ամսում մաքուր 100%-անոց աճ, այսինքն ինչ է նշանակում, եթե դուք գնեիք մի բիտքոին $15,000 ձեր գումարը կդառնար 30,000, այսինքն ձեր ներդրած X գումարը կկրկնապատկվեր, դա շատ լավ ցուցանիշ է ընդամենը կարճ ժամանակահատվածում, ու ինչ է անում հիմա շուկան, ոնց մենք տեսնում ենք ու շարունակությունը հենց այդտեղ, ընդամենը մի տարվա ընթացքում ինքը գալիս է բարձրանում 46,000, 48,000, հետո մի փոքր կարեկցիա տեղ ունենում ու արդեն 24 թվականի մարտին մենք տեսնում ենք իր հենց բարձր կետը 73,000-ը, ինչը մեզ հուշում է, որ դա ամենաբարձր կետն էր բիտքոյնի իր ողջ պատմության ընթացքում, հետո տեղի ունենում իհարկե կարեկցիա մի փոքր նվազում ու հասնում ենք մինչև 48,000, դա օգոստոսին էր 24 թվականին եւ մի փոքր անց արդեն հունվարին 25 թվականի մենք տեսնում ենք դեկտեմբեր-հունվարի 25 թվականի, այսինքն անցած տարի 109,800 իր մաքսիմալ կետն էր ու ասածս նրանում է կայանում, որ երբ շուկան սկսում է նվազել, մարդիկ սկսում են վաճառել, դա ընդամենը վախ է, մարդկանց մեծ մտնում է վախ, որպեսզի շատ ներդրողներ սկսնակ թե միջին ինչ-որ sense խավի, սկսեն թրեյդ չանել ու շատ ներդրումներ չանեն, մեծ դեպոզիտով չանեն, իսկ այդ մեծ ինվեստորները իրանք միշտ էլ թաքուն կարող են առնել, այսինքն իրանք կարող են այնպես գնել, որ դու չիմանաս, ասածս նրանում է կայանում, որ իրանք սկսում են նակապլենիա անել ու նակապլենիաները դրանք դաժե կարող են լինել իրանք վաճառան իրանք բիտքոյնները, մարդիկ մտածեն շուկան իջնում ու իրանք նակապլենիայի շնորհիվ խեժավորում անեն ու սկսեն առնել ու ասածս կայանում է նրանում, որ երբ տեսնում ենք, որ իրանք էլի իջացրեցին մարտ-ապրիլին անցած տարվա, մինչև հասրեցին 74,000, մարդիկ էլի խոսում էին ամեն ինչից, որ կրիպտոն սկամ է ու ընդամենը մի կես տարվա ընթացքում ինքը խփեց էլի իր պիկը, հուլիսին խփեց 123,000, հետո նվազում եղավ 124, հետո արդեն եղավ 126,000, բայց ինչ ենք մենք տեսնում այս վերջին հոկտեմբերի 10-ի դեպքերից հետո, երբ ինքը սկսեց բարձրանալ, տեսեք, մենք հոկտեմբերի 6-ին բարձրացանք ու հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ այն աշխարհի ամենահայտնի կրախը, թե եսիմ 40-50 միլիարդ դոլարներով մարդիկ գումար կորցրեցին, լիկվիդացվեցին, դա զուտ ցուցանիշով, բայց ինձ թվում է ավելի շատ են մարդիկ կորցրել ու տեից սկսած արդեն 5-րդ ամիսն է, փետրվարն էլ հետո, որ մենք նվազում ենք, այսինքն հոկտեմբերին մինուս կարմիր փակվեց շուկան, բիտքոյնը կարմիր փակվեց, նոյեմբերին կարմիր փակվեց, դեկտեմբերին կարմիր փակվեց, որ տեսնում ենք, էլի հունվարին ուզում էր կանաչ փակվել, բայց պայտագով կարմիր ու փետրվարին տեսնում ենք, թե ինչ իրենք արեցին փետրվարի 6-ի 7-ի գիշերը, այսինքն իրանք ընդամենը սենց կարելի ասել մի շաբաթանոց մոմում 89,000-ից իջացեցին մինչև 60,000, այսինքն եթե մենք տեսնում ենք իրանք մաքուր 33% կարելի ասել իրանք նվազեցին, իսկ հիմա ինչ են իրանք անում, իմ համար այն է պարզ, որ հիմիկվա գրաֆիկը վերլուծելով ես ձեզ կարող եմ հստակ մի բան ասեմ, որ ես դեռ տեսնում եմ կարեկցիա, այսինքն իմ համար դեռ շուկան պետք է նվազի
ու իրեն կարող են կանգնեցնել թե 62000-ում, թե այս փոքր ֆիծիլ 65-64000-ում, բայց իմ համար կարևորագույնը ես կդիտարկեմ long միայն այն ժամանակ, երբ որ 62-63000 ու ըստեղ պրատարգով կա անելուց հետո ես կսպասեմ մինիմալ n թիվը, այսինքն այս դիապազոնը մոտ 77-ից մինչև 79000, եթե այս դիապազոնը պահում ենք, արդեն գալիս ենք 80000, 80-ից 85000, որտեղ որ շատ ուժեղ մեծ սապրատիվլենիա, այսինքն դեպի ներքև կետեր գոյություն ունի։ Իսկ ինձ համար ամենակայուն եւ կետը կլինի, որ Bitcoin-ը այս ասենց ասած ընթացքից ինքը բարձրանա մինչև 95000։ Դե սա իհարկե երկարաժամկետ ես վերլուծությունի փոքր կարճ արեցի, ասածս նրանում էր կանում, որ ձեզ ավելի պարզ դառնա, թե ես ինչ եմ սպասում հիմա Bitcoin-ից ամբողջ շուկայից, որ ինձ թվում է մի փոքր կնվազեցնեն, կարող է դաժե, այսինքն իրենք բակավիկ ընդհանրապես խաղան, չգիտեմ, ինչ որ 1-2 ամիս, սենց ինչ որ բակավիկ խաղան, վերև, ներքև, հետո ներքև, վերև, ու մարտ-ապրիլ ընթացքում արդեն իմ նշած զոնաներին իրանք հասցնեն։ Իհարկե աճը չի կարող միշտ լինել, բայց ինձ թվում է մի քանի ամսվա ընթացքում Bitcoin-ը եւ շուկան եւ իմ կարծիքով շատ ուրիշ altcoin-ներ շատ լավ աճ կցուցադրեն 30, 50, 100%։ Շատերը կհիշեն, թե ինչ էր կատարվում մի քանի տարի առաջ alt-սեզոններում, որ coin-ներ 300, 500, 1000% միջև աճում են, դե հիմա այդպես բաներ շատ հազվադեպ ենք տեսնում, բայց ուզում եմ ասեմ, որ երբեք պետք չի վախենալ շուկայի այս վատ իրավիճակից, strախից, որ մարդկանց մոտ պանիկա։ Հենց այդ պանիկան պետք է օգտագործել, որպեսզի գներ լավ պրոյեկտներ, coin-ներ, օրինակ խոսքը ես կգնեի հիմա լավ գինա Solana-ն, XRP-ն, Ethereum-ն, դե Ethereum բոլոր coin-ներն են դրում են կարեկցիայի տեղ, բայց հիմա են շատ լավ գին, որովհետև իմ համար թե Ethereum-ը, թե իմ նշած coin-ները ունեն լավ պոտենցիալ, մինչև 50-100% մինիմում։ Էլի եմ կրկնում երկարաժամկետ, իսկ այսօրվա թեման հակիրճ ձեզ ամփոփեմ, որ իմ ասած նրան մեր կայանում, որ միշտ մեծ ներդրողները գնելու են Bitcoin, դա կլինի հիմա կիշնի, չգիտեմ, եթե այս զոնան չպայի, կարող է ինքը իջնի 48000, կարող է 50000, բայց ինձ թվում է մաքսիմալ եթե իջնի 50-ից 55000 շրջանում ինքը արդեն շատ մեծ այդտեղ զոնա պատժեշկի ունի, ես չեմ հավատում, որ այդից կարան էլի իջացնեն, եթե իհարկե խոսքս գնում է այս զոնան կորցնելու մասին, այսինքն 60-63-4 զոնան կորցնելու մասին է խոսքը գնում։ Ուզում եմ ասեմ, երբեք շուկայից մի վախեցեք, ուղղակի հասկացեք, որ ինքը միշտ էլ փորձելու է թույլ խաղացողներին, սկսնակներին հանել։ Դրա համար սա հոգեբանական շատ մեծ համբերություն է պահանջում մարդկանցից։ Հետևեք իմ մնացած վիդեոներին, արդեն սկսելու եմ սենց տարբեր անվճար կարճ վիդեոներ տեղադրել։ Եթե ձեզ հետաքրքրեց, գրեք ձեր հարցերը եւ այդ հարցերի հիման վրա ես նոր վիդեո կտեղադրեմ։